Դավանեցի մեր ներսի թուրքեր։ Մարզում է պետք է հիմա խմբագրել։ Այո։ Նշտեը շատ ավելի պատկերավոր է ասել։ Նշտեի գաղափարախոսությունը ընդունողները գոնե կարդացած պետք է լինեն եւ պետք է որ ծանոթ լինեն այն գնահատականի, որ տվել է Նշտեը, որ հիմա ես պետք է ասում։ Նշտեը ասում է։ Նշտեհն է ասում, լսեք, որի կենաց ոտնկայ սխամում եք։ Նշտեհը ասում է, որ նրանք, ովքեր բախացնում են իմ ազգին, ովքեր շահագործում են իմ ազգին, ովքեր հարստահարում են նրանց, ովքեր նվաստեցնում են իմ ազգի ներկայացուցիչին, նրանք այս ազգի տականքներն են, համաձայն եք ժողովուրդ։ Լսիր Մարզպետ, եւ ես այստեղ եւ Քյավառում ասել եմ, նույնը ավելացրել է, որ նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, թույլ չեն տալիս, որպեսզի ժողովուրդը կամեզ լսի։ Թող տղամարդ լինեն, կան կանգնեն այս խոսափողի մոտ ասեն, արդարացնեն, որ լավ են կարել, որ կեղծել են ընտրությունները, լավ են կարել, որ թույլ չեն տալիս մարդիկ մոտենան։ Բայց պարզվում է այս խոսքից հետո Մարզպետը կանչում է մի քանի գյուղապետերի, որոնք առաջառանչության հետ պրոբլեմ ունեն։ Ասում են Ռուբեն Հակոբյանը, ասում է, որ դուք թուրք եք, տղամարդ չեք, շալվար չկա ձեզ վրա։ Միայն նեն գաբարով, վախվոտը կարող է այդպիսի բան ասել։ Ես ասել եմ տղամարդու մասին, որ կակալտի ասի, ես կեղծել եմ և լավ եմ արել, ուր եք պախել, եկեք։ Ինչ եք ճշում այս ժողովրդին, ձեր ազնական շահի համար ինչ եք ուզում այս ժողովրդից։ Դուք կստանաք ձեզ, այնպես չի, որ թաքնվել եք կաբինետներում մարդիկ ուղարկում եք, որ կան այրում թափեն։ Իմիջայլոց նրանց, ում որ շահագործում են, ում որ ուզում են, որ պրովոկացիաներ անեն, ժողովուրդ, նրանք տեղեկած ժամանակ ձեր երեկանից են, նրանք իրեն շահի համար են անում։ Նրանք չեն կարող, այդքան հավարձակություն չունեն կանգնեն այստեղ խոսեն։ Եվ պատական չի, որ քրեական հստակ անցյալ ունեցող Սևանի քաղաքապետի հետ ուզում էին, որ այրուն թափեին։ Մենք եկել ենք խոսենք ձեզ հետ, ձեր սրտով։ Դրանք ստանալու են իրենց պատասխանը։ Ինձ համար թանկ է այս օղջուրը։ Ինձ համար թանկ է այս մարդկանց արժանապատվությունը, ինձի համար ես պայքարելու եմ իմ ընկերների հետ։ Բայց պետք է դրանց վռնդենք տեղական ինքնակառավարման եւ իշխանության բոլոր կառույցներից։ Դրանք արգելում են մեր ժողովրդի զարգացումը։ Դրանք թքածուն են մեր ժողովրդի արժանապատվությունը։ Ուշադիր լսի, Մարզպետ, քեզ եմ ասում։ Չգիտեմ որտեղ ես դու թաքնված։ Դու այս ժողովրդի չես կարող զսպել։ Դու կարող եք ընդհանրապես այս ժողովրդին վախացնել տակից ինչ-որ բաներ անել։ Բայց եկել է այն բանը, որ պետք է պատասխանատվություն կրեք։ Եվ ձեր նենգությամբ, աղքոտությամբ, եթե ուզում եք ինչ-որ բանի ասնել, վստահեցնում եմ, որ չեք ասնի։ Ճիշտ եմ ժողովուրդ։ Մենք